Ինքը ճոքնեմ։ Բայց քեզ $1000 կտամ, ինչ ուզում սա։ Դուրն անցած ուստազ, դուրն անցած։ Լիս։ Մերին սա կորցրել եմ, մտածեցի կտխրի։ Այ լիզն շատ շնորհակալություն։ Մերին մը քնացա, բայց գիտես դու մեզ մեծ կանդարս փրկեցիր։ Երբեմն ուզում եմ ինչ-որ մեկի հետ կիսվել, բայց ինձ հասկացողները քիչ են։ Միայն 9 տարեկան աղջիկս մի հիմար զինվորական։ Իմ boyfriend-ը դժբախտ պատահարից հետո իր կյանքում չէր կարող քայլել։ Ծնողներս, ընկերներս բոլորը ասում էին, որ թողե իրան, բայց ես շարունակում էի իր հետ մնալ ու խնամեի։ Բայց մի տարուց հետո էլ չդիմացա։ Ինքը կոտրվեց, ես էլ լքեցի իրան։ Հիմա ես տականք եմ։ Չէ, լույս չէ։ Դրա կյանքն է։ Դրա ճակատագիրն է։ Եթե դու նրա կարիքը զգում ես, բոլորին գրողից օծի ուղարկի ու մնա նրա հետ։ Իսկ եթե խղճարություն ես զգում, ավելի լավ է թողնես։ Ասում եմ դեռ էլի կսիրես։ Ասա նարեք, պետնական չէ, ստեղ ես, ոստեղ, այդվա դու սպասի, Տանտիրոջն ասեք, որ իրենց պահակը բացարձակ անօգտակար է թե բնությանը, թե գիտությանը ու հատկապես իր ղեկավարներին։ պահակին ինչ ես արել։ Ոչ մի բան, նա ուղղակի քնած էր։ Նարեք, Պարոն գնդապետ, ազնիվ նրա վնաս չեմ տվել։ Չէ, սոված եմ, ինչ կտակ ուտելու։ չէ, Պարոն գնդապետ, թույլ տվեք մի հայտարարություն անել։ արա նարեք, Եթե այս աղջիկը ամուսնացած է, նշանված, կամ անիմաստ սիրահարված ինչ-որ մեկին, ես հենց հիմա պատրաստ եմ ձախականջես կտրել Վան Գոգի նման։ նարեք դու անասուն ես։ Պարոն գնդապետ, երբ եք տեսել, որ անասունները սիրահարվեն առաջին հայացքից։ Ես Նարեկն եմ։ Եկեք ժամը գլուխս տարար, մտքից տանեմ։ Այդ աղջիկը քո համար չի։ Ոնց իմ համար չի, բան համար է։
Էրիկ այլի, մի բան որ գրողը գցում ես բրծում չկա։ Հələ ինձ ասա, մեջ ինչ ես գտել։ Դուք կույր եք, կոմանդոր։ Սիրուն է։ Մերսի շատ։ Ես քեզ ասել էի, որ Լիզի համար պես հայտնես։ Լավ է։ Դեմա ասել էի։ Լևոն Ալբերտովիչ, հասկանում եք, ախր սերը տենց է։ Օրինակ Վարուժի պապան, որ ինձ առաջին անգամ տեսավ, չէ, այդպես էլ ասեց, ուզում եմ դառնաս մեզ հարց։ Տենց էլի։ Ճիշտ էլ արել եք։ Տոմսկա գոնե սիրում ես։ Բայց շատ։ Գիտեք, առավոտվանից արդեն պապա եմ ասում։ Դուք ամուսնուսի նկատի ունեք, շատ անչափ։ Ասա։ Պարոն գնդապետ, Սպեցնազի հրամանատարը իրավունք չունի առաջնագիծն անցնելու։ Կոմանդոր, պետը իմացավ կաշիտ կքերթի։ Արեք հետո ինչ կլինի կարևոր չի։ Տեղեկ հոգնած եմ։ Մամոյից հետո եմ ինչ դեպրեսիվ։ Իմ ներկայացուն կարիք կա։ Եթե ուրիշ հարցեր չունես, անցնենք գործի։ Լսում եմ, պարոն գնդապետ։ Մեր առաջադրանքը թշնամու բեսպիլոտնիկների բազան ոչնչացնելն է։ Այս հետախուզության վերջին տվյալներն են։ Այս մենք ենք։ Այս Չեզոք Գոտինը։ Այս դիրքերը։ Այս էլ նշանակիթը։ Այս մենացման գիծն է։ Առաջադրանքը կատարելուց հետո վերադառնում ենք այս ճանապարհով։ Եթե հնարավոր չի, պայստային տարբերակը է սա։ Եթե ես էլ չի հաջողվում, խորանում ենք թշնամու թիկունքը այս կետը։ Ու սպասում ենք մինչև սահմանի հսկողությունը թույլատնեն։ Պետք է պատրաստ լինենք 6-ից 8 օր դիմանանք։ Հենց ազդան շանս ստացանք, վերադառնում ենք այս ճանապարհով։ Եթե շարքից դուրս եկա, ենթարկվում եք Նարեկին։ Մունատ, մնում ես տեղ, ու մեզ դիմավորում ես։ Հասկացա։ Կարևոր կենաց։ Ես կասեի սուրբ կենաց։ Եկեք խմենք մեր զինվորի կենացը, ով հիմա սահմանն է պահում։ Ու այն, որ մենք ուրախանում ենք, հարսանիքներ ենք անում, հյուրեր ենք ընդունում, մեր քաղաքն ենք ցույց տալիս, մեր Հայաստանն ենք ցույց տալիս։ Այդ ամեն ինչը մեր զինվորի շնորհիվ է։ Մենք մեր ազգը ինչ անում ենք, երեխեքի համար ենք անում։ Որովհետև նրանք են մեր ապագա Հայաստանը։ Նրանք ոչ միայն մեր հայրենիքի ապագան են, այլ նաև նրա հենարանը։ Ես միշտ ցավ եմ ապրում, երբ լսում եմ, որ զինվոր ա զոհվել։ Մեծ ցավ եմ ապրում։ Եկեք խմենք մեր հայ զինվորի կենացը։ Ու նաև հիշենք Ղարաբաղի պատերազմում կռված մեր տղերքին, ով կյանքը տվեց մեր այս օրվա համար։ Ժողովուրդ ջան, մի շատ կարևոր բան եմ ուզում ասեմ։ Շատ թանկ ինձ համար։ Դե ես էլ զինվորական եմ, գիտեք, եղել։ Ու Ղարաբաղի կռվի ժամանակ մեր Աննայի, լեգենդար Տեր Զաքարյանի դուստրի, Քուանշ Արմենի քրոջ, Աննա ջան։ Իմ համար մեծ պատիվ էր Տեր Զաքարյանների հետ ծառայելը։ Զինվորների կենացը։
Ինչ եղավ։ Ուղղակի տհաճ էր։ Անցյալից մի բարի ու ազնիվ մարդ այսօր դարձել է երկրի ամենագրփող տականքներից մեկը։ Հիշեցի այն օրը, երբ հայտնեց պապայի մասին։ Բոլորին հիշեցի։ Մամային, Արմենին, Տիկոյին, դու այդպես էլ իմը չդարար։ Լեո, այսօր անձնագրով ու ԶԱԳՍ-ի վկայականով կսպասեմ քեզ անկողնում։